Շատ սպասված խինկալու խմորն եմ ցույց տալի, կոմենտարիաներում SMS-ներում շատ եք գրում, խինկալու խմոր եք ուզում, նորից եմ ցույց տալի։ Ուրեմն նայեք, մի կիլո վիշի սորտ ալուր ենք վերցնում։ Շատ հեշտ է, լրիվ հեշտ, տան պայմաններում կարող պատրաստեք։ Մի կիլո մենք արդեն վերցրել ենք, զրոյացրեցինք, մի ճաշի գտան։ Մանրավ, անպայման մանրավ, 25 գրամ։ Զրոյացրեցինք, ուրեմն ավելացնում ենք ձու, գնացինք, զրոյացրեցինք, ավելացնում ենք ջուր, ուղղակի ջուր, սառույցով, վանով, ոչ մի ջուր պետք չի, պրոստը ջուր եք ավելացնում, զրոյացրեցինք, ուրեմն նայեք, որպեսի էլաստիկ խմորը լինի, մենք անելու ենք, ուրեմն ստանոկով, 330 գրամ, ստանոկով ենք էսի բացելու, եթե դուք տան պայմաններում եք անում, ուղղակի 120 գրամ ավել ջուր արեք, ուրիշ ոչ մի բան, վсё, էսի վերցնում ենք, ձեռով մշակում ենք։ Ձեռով որ մշակեք ինքը բսկտված խմոր անելու, հանկարծ չասեք ֆիա տենց բան, արխային հետո մշակելու եք ինքը լրիվ դառնալու է էլաստիկ խմոր։ Մշակել ենք, վերցնում ենք ուղղակի սովորական մի հատ պակետ, շրջում ենք պակետի մեջ, անպայման պակետի մեջ եք լցնում, որպեսզի ինքը չչորանա, օդ չունենա դուրս գալացով, ու մի հատ այսպես ուղղակի թողում եք մի 15 րոպե հանգստանում ու մշակում եք։ Ստանում եք այսենց էլաստիկ խմոր, այսենց, փայլում է, փայլում, լրիվ։ Արխային պատրաստեք, այսենց կստանաք։ Գալիս եք բյուրեղավան, համտեսելու մեր պատրաստած խինկալին ու լավաճը։